Գիշերի մաֆակումբը և Կենտրոն հեռուստաընկերությունը ներկայացնում են Մաֆիան քաղաքում։ Երբ մեկ վայրում հավաքված են 10 անհատ, օժտված ինտուիցիայով, ինտելեկտով, տրամաբանությամբ և բնականաբար առաջինը լինելու ցանկությամբ, ուրեմն մաֆիան է քաղաքում։ Բարի երեկո տիկնայք և պարոնայք, ուրախ եմ ողջունել ձեզ Կենտրոն հեռուստաընկերության եթերում Մաֆիան քաղաքում հեռուստանախագծի երկրորդ եթերաշրջանն է։ Բարի երեկո սիրելի մասնակիցներ։ Ուրախ եմ ողջունել յուրաքանչյուրից, շատերից մեծամասնությանը ճանաչում եմ, սիրում, հարգում եմ, ում չեմ ճանաչում, կճանաչեմ այսօր, կծանոթանանք այսօր նաև խաղի շրջանակներում և ուզում եմ հիշեցնել, որ բացի այն, որ մաֆիա խաղը թիմային խաղ է, այն նաև անհատական մրցաշար է մեր դեպքում, որովհետև մրցաշրջանի վերջում ձեզանից մեկը դառնալու է լավագույն խաղացող, լինելու են երկրորդ և երրորդ տեղը կիսող էլի լավ խաղացողներ ու բնականաբար մնացած բոլոր խաղացողներն են ստանալու են նվերներ հովանավորների կողմից։ Դա հաճելի մաս է, իսկ հիմա պարզապես որպես հիշեցում։ Հուսով եմ, չէ, հուսով չեմ, ես համոզված եմ, որ բոլորդ հիշում եք խաղի կանոնները։ Ես ճիշտ եմ համոզված, դա ես զգում եմ ձեր հայացքներից, այսինքն խաղի պատրաստ եք։ Շատ լավ։ Մինչ խաղին կանցնենք, ես էլ ուզում եմ հիշեցնել, որ յուրաքանչյուր լավ բան, մասնավորապես մաֆիայի պես գլոբալ լավ բան, հնարավոր չի առանց գումարների։ Այդպես էլ մեր մաֆիան։ Մեր հովանավորներն են։ Նախագծի գլխավոր հովանավորներն են Իջևանի գինու գործարան, Զորելլի ծառայությունների հարթակ, Գտիր անհրաժեշտ մասնագետին Զորելիում, 180+ ծառայությունների վերիֆիկացված մասնագետներ, մեկ հարթակում, ընտրիր ծառայությունը, լրացրու պահանջվող մանրամասները, ստացիր առաջարկներ մասնագետներից ու համեմատիր։ Հարմար տարբերակը հաստատելուց հետո մասնագետը կայցելի ու կկատարի պատվերը։ Զորելի, օգնող ձեռք յուրաքանչյուր ընտանիքի համար։ AH Travel տուրիստական ընկերություն։ Ճամփորդությունը պարզապես տեղ հասնել չէ, դա զգացողություն է, որը սկսվում է ճիշտ ընտրությունից։ Բարի գալուստ LH Travel, ձեր վստահելի ուղեկիցը աշխարհի ցանկացած ուղղությամբ։ Մենք ստեղծում ենք ոչ թե ուղեկի տուրեր, այլ հիշողություններ, որոնք մնում են ձեզ հետ երկար տարիներ։ Պլանավորիր քո հաջորդ ճանապարհորդությունը մեզ հետ 077 52 18 12 LH Travel, ճանապարհ դեպի քո լավագույն հանգիստը։ Հովանավորներն են Տակտիկալ բունկեր, Մոգո ունիվերսալ վարկային կազմակերպությունը, Այբոլիթ հեռախոսների և աքսեսուարների մասնագիտացված խանութ սրահների ցանցը, Կեչուտ ռեստորանային համալիրը, Վարվիքս մսամթերքի արտադրամասը։ Ցուցադրման հովանավորներն են LikeNet ընկերությունը։ LikeNet ընկերությունը մատուցում է ինտերնետ և հեռուստատեսային ծառայություններ։ Մեզ հետ դուք ստանում եք անխափան ինտերնետ և բարձրորակ բազմաթիվ հեռուստաալիքների դիտման հնարավորություն։ Հատուկ առաջարկ, հրավիրիր ընկերոջդ և ստացիր 1 ամիս անվճար ինտերնետ։ LikeNet, որակյալ կապի ձեր վստահելի ընտրությունը։
Լեդիզոն կանանց մարզասրահների ցանցը։ Full Service Consulting հաշվապահական ընկերությունը։ Ինչպես գիտեք, մաֆիայում կան կարմիր եւ սև խաղացողներ։ Այդ իսկ պատճառով Full Service Consulting-ը այսօր ներկայանում է այս հանդերձանքով։ Full Service Consulting աշխատողական ընկերությունը համագործակցում է մաֆիան քաղաքում հաղորդաշարի հետ եւ հայտարարում ենք, որ եզրափակիչ անցած բոլոր մասնակիցները կստանան 100,000 դրամ արժողությամբ նվերքատեր մեր բոլոր ծառայություններից օգտվելու համար։ Բոլորիդ մաղթում ենք բարի դիտում։ Դուք պատրաստ եք, ես պատրաստ եմ, Լիկա ջանս, մենք պատրաստ ենք։ Գիշեր քաղաքում։ Խաղին մասնակցում են 10 մասնակից։ Նրանցից 7-ը կարմիր են, 3-ը սև։ Կարմիրների ղեկավարն է շերիֆը, սևերինը Դոնը։ Առաջին գիշերը բոլոր մասնակիցները ընտրելով խաղաքարտ ծանոթանում են իրենց դերին։ Խաղաքարտին ծանոթանալուց հետո արթնանում են 3 սևերը։ Դոնի գլխավորությամբ ծանոթանում են միմյանց հետ եւ Դոնի նշանով որոշում են հաջորդող 3 գիշերվա զոհերին։ Ամեն գիշեր Դոնը իրավունք ունի փնտրել շերիֆին։ Ստուգման հնարավորություն ունի նաեւ խաղի շերիֆը, բարձելով կասկածյալի գույնը։ Ցերեկային փուլում յուրաքանչյուր խաղացող ունի 1 րոպե խոսելու ժամանակ, որի ընթացքում նա պետք է արտահայտի իր կարծիքը այլ խաղացողների վերաբերյալ։ Համար 1։ Անկեղծ սևն եմ սիրում, մեկ է շերիֆ։ Համար 2։ Սև եմ սիրում խաղալ։ Համար 3։ Հետաքրքիր է խաղալ սևերով, բայց ավելի շատ սիրում եմ կարմիր խաղաքարտը։ Համար 4։ Սիրելի խաղաքարը շերիֆն է, բայց եթե ոչ շերիֆ, գոնե կարմիր, սև ընդհանրապես չեմ սիրում խաղալ։ Համար 5։ Բոլոր գույներով սիրում եմ, բայց գերադասում եմ սև ավելի շատ։ Համար 6։ Ես ավելի հեշտ խաղում եմ, երբ որ լինում եմ կարմիր, քանի որ չգիտես ով է շրջապատում քեզ այդ պահին եւ պետք է անպայման հասկանալ։ Համար 7։ Վերջին ժամանակահատվածում ինչքան որ խաղացել եմ, կարմիրի դեպքում հիմնականում պարտվել եմ, իսկ սևի դեպքում հաղթել եմ, բայց սևը ավելի էներգիա տանում, բայց հետաքրքիր է ինձ համար կարմիր խաղաքարտը։ Համար 8։ Ինտուիցիաս ասում է, որ այո։ Ես էլ եմ այդպես կարծում։ Համար 9։ Շերիֆ, դա ամենապատասխանատու խաղաքարն է։ Ես հույս ունեմ այս գեղեցիկ խաղի ժամանակ բախտ կվիճակվի գոնե մեկ անգամ քաշել այդ իմ սիրելի խաղաքարտը։ Եվ համար 10։ Կարմիր կամ շերիֆ։ Կարմիրը ավելի շատ տրամաբանություն ու ասենք վերլուծություն ես կատարում խաղի մեջ ու ավելի դժվարություններ կան, քան սևը։ Սևը պետք է պրոֆ կարնաս խափես։ Շնորհակալություն, քարտերը բաժանված են։ Այժմ ես ուզում եմ անձամբ տեսնել Դոնին։ Արթնանում են սևերը։ Սա խաղում միակ գիշերն է, երբ սևերը միաժամանակ արթնանում են։ Սևերը կարմիրներին հեռացնում են ամեն գիշեր, թիվ ցույց տալու միջոցով։ Բոլորը պետք է ցույց տան նույն թիվը։
Ժամանակ, շնորհակալություն, սևերը հեռանում են։ Այժմ ուզում եմ տեսնել շերիֆին։ Արավոտ։ Բարի լույս բոլորին, ողջունում եմ բոլորիդ այս խաղաղ առավոտյան։ Խաղը սկսված է եւ սկսում ենք համար 1-ից։ Համար 1, 1 րոպե։ Ողջույններս բոլորին։ Մաղթում եմ ուրախ, հաջող, լավ խաղ, կարմիրների հաղթանակ ամենակարևորը։ Շատ ուրախ եմ, որ քաշեցի կարմիր խաղաքար, որտեղ շատ լարված էի։ Ինչ ասեմ, մեզ մաղթում եմ ուղղակի հաղթանակ, կարմիրների հաղթանակ եմ մաղթում, այսքանով փաս։ Շնորհակալություն, համար 2։ Բարի երեկո, ողջունում եմ բոլորիդ, շատ հաճելի խաղ եմ մաղթում։ Առաջին անգամ եմ այսպես համարյա բոլորի հետ առաջին անգամ եմ խաղում։ Չգիտեմ ով ճիշտ կլինի, ով է ավելի լավ խաղում, ով է վատ խաղում։ Ես էլ քանի որ առաջին անգամ եմ, լավ է որ լարված չեմ լինելու, հանգիստ եմ լինելու, մաղթում եմ հաղթանակ կարմիրներից։ Փաս։ Շնորհակալություն, համար 3։ Կրկին անգամ ողջունում եմ բոլորիդ, ես ճիշտ ասած կարամ մի փոքրիկ տենց անդրադարձ անել, համար 1-ին հավատում եմ, համար 2-ին այդքան էլ չէ։ Զուտ ինտուիտիվ, կարամ հավատամ, կարամ չէ, ես կարմիր խաղացող եմ, էլի սիրում եմ այդ կարտը, որ քաշում եմ, իրականում բոլոր կարմիրները թող հավաքվեն եւ խաղան ինձ հետ։ Շնորհակալություն, ես շատ կուզենամ համար 8, որովհետեւ ես ձեզ իրոք լավ խաղացող եմ համարում։ Չէ, իրականում վաղեմի իմ խաղաընկեր ուզում եմ որ կարմիր խաղացող լինես, եթե դու կարմիր եղար, ուրիշ ոչ իման չի լինելու, սևերին սպանելու ենք, այդքան բան։ Շնորհակալ եմ, պարոն Հարությունյան։ Շնորհակալություն, համար 4։ Ողջունում եմ բոլորիս, հարգանքներս մեր հանրային դեմքերին, ինձ համար մեծ պատիվ է խաղալ ձեզ հետ այսօր եւ շատ ուրախ եմ նոր ծանոթությունների համար բոլորիդ հետ։ Իսկ ինչ որ մնում է խաղին, համար 1, համար 2 ես զրոյական շրջանում կտամ 50-50, որովհետև երկուսն էլ ավելի շատ բացման, գեղեցիկ բացում էր, որպես գույն ես չեմ կարող դեռ, ինչքան իմ համար իրանք կարմիր են, այնքան կարող են լինել սև, դրա համար չեմ շտապի ոչ թեկնածություն դնել, համար 1, համար 2-ի վրա, քանի որ ես դեռ չեմ կարող իրենց գույն տալ, բայց ընդունեք համար 3-ի թեկնածությունը, որովհետև ես չհասկացա ինչ հիմքերի վրա, ինչ գույն տեսավ եւ խաղում է համար 1-2-ի հետ։ Այսքանը փաս։ Շնորհակալություն։ Համար 5։ Բարև ձեզ, ողջունում եմ բոլորին։ Մաղթում եմ մեզ բոլորիս հետաքրքիր, ինտրիգային, վառ գույներով խաղ։ Վստահ եմ, որ այդպես է լինելու է։ Այն որ մինչև 5 համարը մի հատ սև կա, ես գրեթե հասկացել եմ, բայց դե հիմա չեմ պիտակավորի, ուղղակի համար 3 ուզում եմ ձեզ դիմեմ, բացի համար 8-ից, ոչ ոք ձեզ համար տենց սիրելի չէին ու ձեզ համար հարգելի չէին, ինչու եք դուք մենակ, դուք մտածում եք դուք մենակ համար 8-ի հետ, պետք է տենց վառ հաղթանակ տանեք, այդքանով դուք ինձ այդքան է դուր չեկաք, եթե դուք կարմիր խաղացող եք, հա։ 10 վայրկյան։ Տեսնենք, կյանքը ցույց կտա, բայց ուղղակի մի քիչ ուշադիր կլինեմ ձեզ, ու ինձ թվում է մի հատ սև, մինչև համար 5-ը։ Ժամանակ, շնորհակալություն համար 5։ Շնորհակալություն։ Համար 6։ Բոլորին ողջունում եմ, հետ առաջի անգամ եմ խաղում, միանգամից նշեմ, որ միանշանակ այս կողմում իրենց հիմա հաստատ կլինի որևիցե սև, ինչ վերաբերվում է հիմա շատ մի քիչ բարդ կլինի ինչ-որ մեկի մասին ինչ-որ մի բան ասել, որովհետև միշտ առաջի խոցածող հենց կողմին շատ դժվար է լինում միանգամից ինչ-որ մի բան ասել, որպեսզի դու էլ կարծիք ձևավորես, կսպասեմ երկրորդ արդեն ցերեկին, որ կարողանամ խոսամ, մեկ էլ շերիֆին կխնդրեմ ստուգի համար 7-ին, չգիտեմ, չեմ կարող ասեմ, քանը։ Շնորհակալություն։ Համար 7։ Շնորհակալություն։ Ես կարմիր խաղացող եմ, բնականաբար արդեն հասկացանք, որ մեր դիմաց նստած են եւ կարմիր եւ սև խաղացողներ։ Ինձ համար 4-րդ համարին ես արդեն 3-րդ անգամ եմ նրա հետ խաղում ու ես բացահայտ
Բացահայտ ասում եմ, որ դուք կարմիր խաղացող եք ինձ համար, ես խաղում եմ այս խաղը ձեզ հետ, ես խաղում եմ այս խաղը 5-րդ համարի հետ։ Ես ուզում եմ խաղալ այս խաղը 3-րդ համարի հետ, բայց ամեն դեպքում 8-ի անդրադարձը ինձ համար մի քիչ տարօրինակ էր։ Երկրորդի խոսքը ինձ համար պարզ չէր, առաջինինը նույնպես։ Դրա համար, քանի որ ունենք դեռ 1 տեխնացիոն չէ, 3-ին է դրված, ես կուզեմ անպայման 2-ին եւս մեկ անգամ լսել, ես դնում եմ 2-ի տեխնացիոնը, շնորհակալություն։ Շնորհակալություն, համարոտ։ Ես էլ եմ ողջունում, բայց հիմա ես ոչ մեկին ոչ պիտակավորում եմ ոչ ման, ուղղակի հերթով գանք 1-2 տես 3-րդ համար, տես ինչ արեցի, հասկացա քո սերը իմ հանդեպ շատ մեծ է, շնորհակալ եմ։ Դու ինձ ավտոմատիկի սևացնում ես, բրատ, մի արա տես բան ախպեր ես, մի արա ցավը տանեմ, տեղեր կա, բաներ կա, կգնանք, կշփենք, համար 4, չհասկացա ձեր տեխնացիոնը նորմալ է, թող լինի, համար 5, ասում ես կա 1-ը, ասա մենք էլ իմանանք, մենք էլ ենք մարդ, ազնվությամբ։ Լուրջ եմ ասում, չի կարելի, նո համար 6-ի իմ համար սև խաղացող է իրա խոսալով, համար 7 երկրորդին դնելով իմ համար ավելի կարմրեց, այս սիտուացիայի մեջ իսկ ես երկուսին էլ եմ սև տեսնում եւ նաեւ սև եմ տեսնում 4-ի եւ 5-ի միջեւ 10 վարքան 6-ը նորմալ սև է, թող իր կյանքով ապրի, հեսա կլսենք 9-ին եւ 10-ին ըստ այդմ երևի թե շերիֆը կասի։ Ժամանակ, շնորհակալություն համարոտ։ Համար 9 Ողջունում եմ բոլորին, գեղեցիկ քերի ներկայացուցիչներին առանձնահատուկ, ուրեմն համար 1-2 բնականաբար բացման խոսք նորմալ է, համար 3-ի համար սև խաղացողը ինչի, որովհետև ինտուիտիվը այդ խաղային արգումենտ չի համար 3 ջան, ու դուք ինտուիտիվ ասում եք համար 2 իմ կարծիքով սև խաղացողը ու ուզում եք թիմ վերստեք համար 8-ին ասելով, որ դուք իրան շատ եք սիրում, ու այդ ժեստի միջալոց համար 8-ին է դուր չեկավ, միանշանակ խաղում եմ 4, միանշանակ խաղում եմ 5, որտեվ համար 4-ը 5-ը իմ կարծիքով իմ հետ համակարծիք են այս հարցում, ուրեմն միանշանակ չեմ խաղում 6, էլի այն պատճառով, որ 6-ը դանդաղ խոսալով, սենց ճլճլալով, փորձում էր 30 րոպե, վերջում համար 7-ին պատշիմուտը կարմրացնում է, էլի ասում է ես տենց եմ զգում, այդպես չի լինում։ Համար 8 ջան, իմ համար դուք 50-50 եք, ոչ իմ համար կարմիր եք, ոչ սև եք, բայց շատ կուզեմ լինեք կարմիր թիմից։ Շերեֆին խորհուրդ կտամ ստուգի կամ 3 կամ 6 այդ արդեն իր հայեցողությամբ շնորհակալություն փաս։ Շնորհակալություն, համար 10։ Ողջունում եմ բոլորիդ կենաստ եմ խմում, բացի ողջունից։ Ուրեմն, ասեմ ձեզ սենց։ Խնդրում եմ ընդունեք համար 1-ի տեխնացիոնը։ Համար 1 ընդունված է։ Ես ուզում եմ անպայման կիսվի խաղը 1-ի եւ 3-ի միջեւ։ 1 խեմ դրե, ինչի համար, որտեղ ուզում եմ մի հատ դու իտոգը տաս, քո հանդեպ բան չկա, 3 քո հանդեպ կա։ Մեկը 2 ավելի կարմիր խոսած, դու արդեն սկսեցի իրան սևացնել, բայց 8-ի վրա սկսեցի կասկածել, ինչի համար, որտեղ 8-ը քեզ ասած ապա մի արա, ես քո հետի սևն եմ, մի սևացրա ինձի։ Ինձ տենց թվաց տեքստի վերջում, 8-ի խոսակցությունից վերջում, որտեղ 3 ակնհայտ սև խաղացող է։ Ինչի համար 4-ն ու 5-ը շատ པարզ բարի կարմիրական տեքստ ունեին։ Դու իրանց ասեցի թո իրանց ստուգել։ Համար 3 ձեզ նկատողություն։ Շատ լավ է։ Բոզրասի որ սև ես սիրում եմ կարմիր խաղը, սևը վատ խարչի։ 7-ը շատ պրոֆեսիոնալ իրա սև խաղը խաղաց, ես դե կարմիրների կարմիրն եմ, ես սա սև եմ տենում ստեղ։ Քննարկման առաջին շրջանը ավարտված է, ավելի ճիշտ ոչ թե քննարկման, այլ առաջին կարծիքների առաջին շրջանը եւ այս պահի դրությամբ ունենք 2 տեխնացու։ Դրանք են համար 3-ը եւ համար 1-ը։ Կրկնում եմ, համար 3-ը եւ 10-ից 6։ Համար 10 նկատողություն։ Համար 3 եւ համար 1 առաջադրված տեխնացուներն են։ Եվ այսպես։ Քվեարկում ենք, ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 3-ը։ Շնորհակալություն 5 ձայն։ Համար 1, ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 1-ը։ Շնորհակալություն, հետևաբար 5 ձայն եւ հետևաբար ձայները հավասարաչափ կիսվեցին 5-5 եւ հետևաբար մենք կրկին խոսելու, ապացուցելու, համոզելու, չգիտեմ, ինչ որ լավ կամ ինչ որ վատ բան ասելու հնարավորություն ենք տալիս համար 3-ին եւ համար 1-ին։ 30-ական վայրկյան։ Համար 3։ Լսում ենք։ Իմ մոտենս տպավորությունը, որ սաղը սև խաղացող եք, մենակ ես եմ կարմիր խաղացող, այդպես չի լինում ախր։ Ինչ եմ ասել։
Ճիշտ բան եմ ասել, մարդը սևական է խոսացի, ասում եմ ինտուիցիան շատ նորմալ բան է, համար 9։ Ես կարամ ինտուիտիվ ասեմ, որ սև խաղացող է, ես տենց եմ զգացել, ես չեմ ասել, որ ինքը հաստատ սև խաղացող է։ Ես կարմիր խաղացող եմ, կարմիր էլ մնալու եմ, կարմիր էլ հաղթելու եմ, այդքան բան։ Մնացածը ոսկը որոշեք, այդ չնայած կարող է դու սև խաղացող ես, դրա համար քեզ զերա տալի։ Ժամանակ համար 3, ժամանակ համար 3, ժամանակ համար 3, համար 1, 30 վայրկյան։ Համար 3 ասում եք ես եմ սև խաղացող, թե 2 համար, ես ուզում եմ ձեր բառերը ուշադիր լսեի, որ հասկանայի, ես չեմ ուզում արդարանամ, որ ես կարմիր խաղացող եմ, բայց մի հատ ինձ կասեք, դուք ինձ ասեցիք, թե երկուսին սև եք տեսնում։ Հա, ես հասարակ կարմիր խաղացող եմ, ժողովուրդ ջան, ուղղակի բացում եմ, ահա ում հետ կարծիք։ Ես հիմա այս շրջան կխաղամ 10 համար քո հետ, 5-ի հետ եմ խաղում։ 5 ջան, չեմ հիշում, դու 4 հետ խաղում էր թե չէ, բայց ինքը իմ համար 50-50 է։ Գույն եմ տալի, բայց չեմ պիտակավորում ոչ մեկին, ոչ սև, ոչ կարմիր։ Ուղղակի զրոյական շրջան։ Ժամանակ համար 1, շնորհակալություն համար 1, ժամանակ։ Եվ այսպես կրկին քվեարկելու ենք, ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 3-ը։ Շնորհակալություն 5 ձայն։ Ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 1-ը։ Շնորհակալություն 5 ձայն։ Կրկին ձայները բաժանվեցին հավասարաչափ եւ ես հիմա պետք է անեմ մեկ այլ առաջարկություն։ Ովքեր են կողմ, որ 2 խաղացողն էլ լքեն խաղը։ Շնորհակալություն 1 ձայն, այսինքն խաղը շարունակվում է եւ գիշեր քաղաքում։ Արթնանում են սևերը եւ ցույց են տալիս իրենց զոհի թիվը։ Մաֆիան այս գիշեր խաղից հեռացրեց համար 6-ին։ Շնորհակալություն։ Արթնանում է Դոնը եւ փորձում է գտնել շերիֆին։ Դոնը այս գիշեր չկարողացավ գտնել շերիֆին։ Շնորհակալություն։ Արթնանում է շերիֆը եւ փորձում է գտնել սև խաղացող։ Շերիֆը ստուգեց եւ գտավ կարմիր խաղացողի։ Շնորհակալություն։ Բոլորի աչքերը փակ են։ Համար 6, այսպես, միանգամից, ձեր կողմից կասկածվող 3 սևերի թվերը։ Միանշանակ 7, 8 եւ 1։ 7, 8 եւ 1։ 7-ը միանշանակ։ Արավոտ։ Համար 6, ձեր 1 րոպե մահախոսականը, քանի որ մենք բոլորս հասկացանք, որ դուք լքում եք խաղը։ Միանշանակ կարմիր խաղացող էի ու եւս մեկ անգամ կխնդրեմ շերիֆը անպայման ստուգի 7-8 եւ 1 խաղացողներին, մյուսների մասին բան չեմ կարող ասեմ, ինչպես նաեւ երրորդի հետ ես երրորդին կարծում եմ կարմիր խաղացող է, որովհետեւ ոչ մի տեսակի սև բան ես չեմ տեսել, որ այս մարդը խոսա ու ասեմ հա դե կարելի է եւ այլն եւ այլն։ Մարդը ոչինչ չի ասել, որպեսզի սև լինի։ Ինչ վերաբերվում է 4 եւ 5-ին, ինքից 4-ն է կասկածելի, 5-ը այդքան չէ։ Ամեն դեպքում 7, 8 եւ 1 ինձ կարծում եմ պետք է ստուգվի ու վсё։ Այսքան։ Շնորհակալություն։ Ճանապարհենք հմայիչ համար 6-ին, շնորհակալություն համար 6 խաղի համար, կրկին կհանդիպենք։ Քիչ ցավալի է, որ շատ սենց արագ ինձ հանեցին խաղից։ Հուսամ, որ ում որ ես նշել եմ, որ սև են, իսկապես սև խաղացողներ են եւ կարմիրները կհաղթեն, թեպետ ոնց հասկանում եմ, բավականին ուժեղ փորձառու սևեր են այս խաղի մեջ, ես տենց եմ զգում ամեն դեպքում։ Դե իսկ մենք շարունակում ենք քննարկումները եւ երկրորդ օրվա քննարկումը սկսում ենք համար 2-ից։ Համար 2, խնդրեմ։ Ես քանի որ կարմիր խաղացող եմ, ես սկսեմ սրանից, թե ով իմ վրա սկսեց կասկածել եւ ինչի համար, ես ընդամենը ողջունել էի եւ ինչ պետք է ասեի բացի դրանից։ Համար 4-ը, համար 3-ը, համար 7-ը, համար 8-ի մասին ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ իսկապես այդ զուտ այդ 3-ի հետի հետ դու ինձ մի սևացրու եւ դա ինձ համար մի քիչ ես իմ սևի ու չգիտեմ, չեմ կարող ասել, բայց խնդրում եմ, ընդունեք
Համար 4-ի տեխնատությունը։ Համար 4 ընդունված է։ Ուրեմն ասեց համար 3-ին ես եթե ուշադիր եք, համար 3-ին ես հավատում եմ, բայց ինչա ինքը խաղում 2-ի 1-ի հետ, ընդհանրապես 3-ը չէր խաղում 2-ի 1-ի հետ, ինքը 2-ի վրա տեխնատություն էր դրել։ Եթե հիշում եք, մի քիչ երբ որ խոսում եմ, համար 7-ը ուղակի հենց այնպես տակառը գլորեց իմ կողմ, անիմաստ, Եվ հիմա ես կփորձեմ լսելով, այսպես ասած, հասկանալ, թե 4-ի ու 7-ի մեջ ինչ կապ կա ընդհանրապես։ Մի հատ եմ ուզում զուտ հասկանամ։ Ընդունեք տեխնատությունը համար 4-ի փաս։ Շնորհակալություն։ Համար 3։ Ուրեմն իրականում համար 2-ը շատ տրամաբանական է խոսում, ես էլ եմ հատված։ Ես խաղում եմ 8-ի հետ, 8 կարմիր խաղացող ես, քո հետ եմ խաղում, 10 քեզ չեմ հավատում։ Մեկ էլ 9-ը, քեզ գիտես ինչի չեմ հավատում, որտեղ տենց շատ արագ բան, տենց համար 3-ը ինչի համար բան, ինտուիցիան դա, ինտուիցիան շատ կարևոր բան է, նորից եմ ասում։ Համար 9-ը իմ համար սև խաղացող է, համար 7-ը սև խաղացող է, ու մեկ էլ համար կամ 2-ն է կամ 4-ը։ Տենց եմ կարծում, խաղում եմ մենակ 8-ի հետ, ընդունեք 9-ի տեխնատությունը։ Համար 9-ը ընդունված է։ Խոսքը գրակ ասեք։ 10 վայրկյան։ 9-ը։ 8-ը կարմիր է։ Ժամանակ, շնորհակալություն համար 3։ Շնորհակալություն համար 3, համար 4։ Ընդունեք համար 7։ Համար 7 ընդունված է։ Համայրա բան չի խոսացել, որ ինքը միանգամից իմ հետ է խաղում։ Համար 3 ջան, ես ասեցի դնում եմ ձեր տեխնատությունը ու դուք ուշադիր եղեք ովքեր են ձեր վրա գնդակներ գլորել։ Հա, իսկ քանի դրեցի ձեր տեխնատությունը, քանի որ հետո իմ վրա էր գալու այդ գնդակները, որովհետև ասելու են 2-3 ինքը միանգամից որտեղ գույն տեսավ ու դուք չդրեցիք իր տեխնատությունը։ Եթե դուք կարմիր եք, ես իրոք կարմիր խաղացող եմ, այնպես որ ուշադիր լինենք, որ սևերը գրոհի դուրս չգան։ Ինձ համար այս պահին համար 2, համար 7, համար 9, անգամ համար 10 կասկածելի է։ Այսքանը փաս։ Շնորհակալություն։ Համար 5։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ ես նստած համար 5, սենց ոնց որ ստեղ սենց պրոստը զապասնոյ նստած եմ, դուք այդտեղ իրար հետ կռիվ եք անում, բոլորդ ինձ կոմանդ եք վերցնում, ու անհասկանալի մեկը մյուսի վրա ոչկա է գլորում։ Համար 9, ընդունեք համար 9։ Համար 9 հաստատված է։ Մի հատ ուզում եմ, որ դուք բացատրեք, էլի, որովհետև ես համար 3-ին մեղադրեցի ինչ-ինչ պատճառներով, որովհետև դե հələ նոր էր խոսում, ինձ դուր չեկավ, ոչ թե իր խոսքը սևական էր, այլ ինձ ուղղակի դուր չեկավ, որ ինքը, ասենք, դիմեց միայն համար 8-ին։ Իսկ դուք էդի միանգամից բռնում եք ու սկսում եք նակատ անել համար 3-ին։ Դա ինձ դուր չեկավ։ Համար 10, դուք մեկի հետ եք խաղում, չէ՞։ Մի քիչ ձեր կիսոցին էլ էր տարօրինակ, 1-3, ստեղ ավելի վատ խոսացողներ կային, ինչևէ 7-9 Ժամանակ, շնորհակալություն համար 5 ժամանակ, համար 7։ Համար 4 ջան, ես երբ որ ասեցի ձեր անունը, ասեցի նրա համար ու ես ձեզ չեմ ասել սև, ես ձեզ ասել եմ կարմիր, այնքան ուշադիր չեք, որ չեք լսում։ Ես ձեզ ասել եմ կարմիր, որտեղ ես ձեզ հետ խաղացել եմ ու ես գիտեմ ձեր կարմիր խաղը, բայց ձեզ դնում է համար 2-ը, դուք դնում եք իմը։ Որտեղից գիտեք ես կարմիր եմ։ Համար 4 առաջին նկատողություն։ Ես ասում եմ որտեղից գիտեմ, ես ասում եմ որ ես ձեր հետ խաղացել եմ, ոչ, դուք հիմա էլ եք կարմիր, դուք կարմիր խաղացող եք, ուղղակի լավ չեք խաղում։ Դուք իմ համար կարմիր խաղացող եք, ես խաղում եմ համար 5-ի հետ, համար 1-ին մի հատ պիտի լսեմ նոր, համար 3-ը առաջին շրջանում ես ասեցի որ սևանում եք իմ համար, բայց հիմա չգիտես ինչի կարմիրեցիք, իսկ համար 2-ը ընդունեք խնդրում եմ։ Ես դնում եմ համար 2-ի տեխնատությունը։ Շնորհակալություն։ Համար 8։ Ժորժ ջան, գիտեք որ համար 6-ը խաղի շերիֆներ։ Դա խաղի շերիֆներ։ Ընդունեք համար 10-ի տեխնատությունը, որտեղ շերիֆը գնալուց ինձ ասեց համար 10-ը սև է։ Ընդունեք համար 10-ի տեխնատությունը, բավականին շատ տեխնատություններ կան, Ժորժ ջան։ Նայեք, մենք հիմա անալիզ անում ենք հետևյալ կերպ, դուք քշեցիք վրա, քշեցիք, դու ինչի համար, չէ, տենց պետք չի։ Մարդիկ բաներ են խոսում, իրանց խոսքերից պետք է կարողանանք հասկանանք։ Համար 1 ձերն էլ կդնեմ, լուրջ եմ ասում, ձերսահակին բան կա, փաստեր ունեմ, կատակ եմ անում, լավ, համար 10-ին ընդունեք, համար 10-ը սև է, չգիտեմ, ապարզ ասեմ,
6-ը գնալուց ասաց որ ինքը շերիֆը 10-ին ստուգել է։ Շերիֆ կա խաղի մեջ ժողովուրդ։ Չկա, չէ։ Դու ես, ահա, խնդրեմ, մարդը բացեց։ Տեսա՞ր։ Համար 10, առաջին նկատողություն 10 վայրկյան։ Կարմիրներ ուշքի եկեք, լուրջ եմ ասում, շատ լոգիկայից դուրս խաղ։ Ժամանակ, շնորհակալություն։ Համար 9, 1 րոպե։ Շնորհակալություն, ընդունեք համար 3, ընդունեք համար 8, ուրեմն համար 3։ Համար 3, ինտուիցիան փոփոխական է, որովհետև դուք հասկացելով թեկուզ ոչ խաղային արգումենտով համար 2-ին տեսնելով սև ձեր ինտուիտիվ հատկությունների վրա հիմնվելով դնում եք համար 9-ի տեխնատությունը, այդ արդեն իսկ շատ վատը դաժե եթե մենք ինտուիցիա ենք խաղում, իսկ ինչ է համար 2-ով սև եք։ Համար 3 նկատողություն դնեք, ինչ եք դնում, իմը եթե Իրանը միանգամից ձեր ինտուիցիայով բացահայտել եք, այդքան մի քիչ ճիշտ չի, կարմրական չի ընդհանրապես։ Համար 8 ինչի միանշանակ համար 8, որովհետև չէր կարա ձեր շերիֆը այսքան կամերաների տակ տենց բացվել, թեորիապես դա հնարավոր է, բայց պրակտիկապես դա հնարավոր չի։ Պլյուս նույնիսկ եթե նման բան կար, դուք դրա մասին հիմա չեք բացաձայնում։ 10 վայրկյան Համար 3, համար 8 ժողովուրդ, համամրի կարմիր խաղացող եմ ես, ին վրա անիմաստ պետք չի քշել։ Փաս։ Շնորհակալություն, համար 10։ Հիմա այս խաղը ուզում եմ փրկեմ, խաղի շերիֆը ես եմ, հասկացողները հասկացան, կարմիր խաղացողները հասկացան, խաղի շերիֆը ես եմ, ստուգել եմ 6-ը գնացել է սև։ Շատ ճիշտ եք դուք ուշակի։ Խնդրում եմ ընդունեք համար 8-ի տեխնատությունը։ Խաղի շերիֆը ես եմ, ստուգել եմ 8-ին կարմիր խաղացող է։ Գնացի 10։ Համար 3 նկատողություն։ Ապեն գտան եմ թողել, լավ, ինձ է շտրապտը։ Մի ալ այդքան էմոցիա պահի։ Համար 8 միանգամից 2 նկատողություն։ Շնորհակալություն Տարոսը բոլորիս։ Կարաս դուգես կարմիր խաղաց։ Վայ, հա լավ, ախպեր կարմիր խաղացում ես սխալ չանես հանգարցակի։ Ես քեզի բան եմ ասում, կանամ ես գնամ։ Ես խնդիր ընդհանրապես չունեմ։ Ինձ խփեին գիշերը, յանեմ ես շերիֆ էթայ չես հասկանում միտքի իմ խաղի։ Խաղը խառնելու։ Որտեվ 3-ու դու շատ ես խանում, խես 2-ին հելում մի անգամից կարմիր տենում։ Խես 2-ին համար կարմիր տենում։ Խնդրում եք համար 1-ի տեխնատությունը։ Խնդրում եք համար 1-ի տեխնատությունը։ Ախպեր հա որտեվ Հորշա դառնում ժողովուրդ, դասի խաղ չեղավ։ Շնորհակալություն, ժամանակ եւ խնդրում եմ հանգստություն խաղասեղանի շուրջ։ Ես հիշեցնում եմ ձեզ, հարգելի համարներ 3, 10, դուք արդեն ունեք 3-ական նկատողություն, ասել է թե հաջորդ շրջանին դուք խոսելու եք ընդամենը 30 վայրկյան։ Համար 8, դուք ունեք 2 նկատողություն, դուք էլ մի փոքր զգույշ եւ հիմա համար 1, խնդրեմ 1 րոպե։ Չգիտեմ ինչ ասեմ, ճիշտ ասած շերիֆը դու ես համար 10 ջան։ Որտեվ ես եթե դու լիներ շերիֆ, ես ուղղակի ես չգիտեմ, խաղի շերիֆ չի բացվում, բայց ասվում է համար 8-ը, որ համար 6-ը գնացել է շերիֆ։ Չէ, 10 համար դուք շերիֆն եք, ներեցեք 3-րդ համար։ Ուղղակի հիմա ես ուզում եմ հասկանամ, չեմ ուզում սխալ շերիֆ հանեմ, այսինքն բառերս էլ անգամ խառնեցի, ես չեմ ուզում շերիֆ հանեմ։ Չեմ ուզում շերիֆ հանեմ, 3-րդ համար ջան, դու ես շերիֆը։ Ում ես ստուգել։ 8-ին, 8-ը կարմիր է, այսինքն խաղում եմ 3 կոդբախես 10-ին ստուգել ես։ Չէ, որտեվ ասում ես 10-ը սև է, դնում ես 10-ի տեխնատություն, ուզում եմ խաղը հասկանա, դուք եք դրել։ Դե բայց տենց չեն անում, սա խաղը խառնում եք իրար։ 10 վայրկյան։ Ես տեխնատություն չեմ դնում, փաս։ Շնորհակալություն։ Վերջապես ավարտվեց այս բուրըն եւ շատ խառը քննարկումների շրջանը։ Եվ արդյունքում մենք ունենք կարելի ասել բազմաթիվ առաջադրված տեխնատություններ։ Նրանք են համար 4, համար 9, համար 7, համար 10, համար 3 եւ համար 8, գրեթե ողջ սեղանը։ Եվ այսպես, կրկնում եմ, համար 4, համար 9, համար 7, համար 10, համար 3 եւ համար 8։ Ովքեր են կողմ, որ լավ էլի համար 10 ախր խաղում ենք էլի։ Սիրելի բարեկամներ, քվեարկություն չի լինելու։ Շնորհակալություն համար 10-ին խաղի համար եւ չգիտես ինչու ինքնակամ խաղալակելու համար, դա մենք կհիշենք, քվեարկություն չի լինելու։ Գիշեր։ Շատ ջղայլացած, ես ցույց տվեցի, որ ես կարմիր խաղացող եմ, փրկելով կարմիր խաղը, որտեղ ես սկզբանե ասում եմ 1, 7, կասկածում եմ այդ թվերի մեջ։ Ես բացվեցի շերիֆ նրա համար, որ
տա հնարավորություն Յանամ Սևերի ինձի խփեին, պետք է Կարմիրը տրամաբանել։ 3-ը խաղը փչացրեց, հիմա ինքը կեթա, 8-ն էլ հետը։ Ես եթե սև խաղացող չեմ, ու ինձ ասում է սև խաղացող ես, բնականից հասկացա 8-ը խիար է, 3-ի կողմից ստուգվել է։ Որովհետև սեն շեն խաղ, աղբեր չի կար, եկ աղբեր, սա խաղը փչացրեց, 8-ին համոզեց, որ Յանամ Սևը։ Ես հերոս եմ, ես խաղի շերիֆն եմ, խաղը փչացնում եմ, էլի Սևերի գցում եմ։ Արթնանում են սևերը և ցույց են տալիս իրենց զոհի թիվը։ Սևերը այս գիշեր վրիպեցին։ Արթնանում է Դոնը և փորձում է գտնել շերիֆին։ Դոնը ստուգման ընթացքում գտավ շերիֆին։ Արթնանում է շերիֆը և փորձում է գտնել սև խաղացող։ Շերիֆը ստուգեց և գտավ կարմիր խաղացողի։ Շնորհակալություն։ Արավոտ։ Բարի լույս բոլորին, բարի լույս բարիս բուն իմաստով։ Վրիպում, հարգելի բարեկամներ, և սկսում ենք մեր քննարկման հաջորդ շրջանը համար 3-ից, սակայն համար 3, քանի որ դուք ունեիք 3 նկատողություն, դուք խոսելու եք ընդամենը 30 վայրկյան, խնդրեմ։ Ուրեմն այնքան վատ կարմիր խաղացող է, եթե նույնիսկ կարմիր խաղացող է 10 համարը, առանց իմ հետ կոնտակտի դուրս գալու, ինքը դուրս է գալի շեի հետո ասում է ես բացվեցի, չէ, դու սև խաղացող ես գնացել։ Եթե նույնիսկ կարմիր ես գնացել, ուրեմն վատ կարմիր խաղացող ես գնացել, ավելի լավը չխանգար ես խաղը։ Այդքան բան։ Համար 8, համար 9 ստուգել եմ, առաջինը ստուգել եմ առաջի գիշեր համար 8-ին կարմիր խաղացողը, համար 9 ներողություն եմ խնդրում, որ կասկածել եմ ձեզ, դուք կարմիր խաղացող եք, ես խաղի շերիֆն եմ, ուղղակի ինձ ստացվեց, որ պայմանավորվել էին, հետո մեկը որոշեց, որ դե իմացա, որ շերիֆը ես եմ։ Ժամանակ, շնորհակալություն համար 3։ Համար 4։ Անկեղծ չհասկացա ինչ կատարվեց, մի փոքր խճճվեցի, բայց ուզում եմ խաղամ ձեր շերիֆությամբ, համար 3, ես կարմիր խաղացող եմ, եթե կարմիրները թող լինեն ուշադիր, եթե 3, 8, 9 կարմիր են, ես կարմիր եմ, իմ համար այս պահին 7, եթե 10-ը գնացել է կարմիր, կասկածի տակ են լինում 7, 2, 1, ընդունեք համար 2-ի թեկնածությունը։ Համար 2 ընդունված է, շնորհակալություն։ Համար 5։ Չոս ինչի ես տենց խաղում։ Ախր դու սենց պահի տակ ուզում ես սենց մի քիչ կարմրի թուշիկները, հետո մի անգամից սենց վերցնում ես, քեզ եթե դաժե կարմիր ես, դու քեզ ցեխ ես գցում։ Ընդունեք համար 7, ընդունեք համար 1։ Համար 7 ընդունված է։ Յոթ ջան շատ սև ես խաղում ու շատ վատ ես անում։ Կանայք են մնացել, համար 3, ձեզ եմ ուղղակի տենց ուղղորդում, դե պարզա, որ կանայք են մնացել, համար 10-ից թվում է սևա, որովհետև ինքը կարմիր լինելով, ինքը կպայքարեն մինչև վերջ։ 10 վայրկյան։ Համարը վրիպում եղավ, ընդունեք համար 7, ընդունեք համար 1։ Հիմա թող որոշենք, չգիտեմ ում ենք ճանապարհում, բայց ինձ թվում է 4-ն էլ հետները կարող է։ Ժամանակ, շնորհակալություն համար 5։ Համար 7։ Համար 5 ջան, դու չես հասկանում, որ վրիպում կարար թույլ տար համար 4-ը, որ երկու շրջանը տարբեր մարդկանց մեջ ուղակի պտտվում է։ Մեկ ասում է համար 2, մեկ ասում է համար 2, մեկ ասում է համար 7, մեկ ասում է 6-ը սև է գնացել ու սենց տարբեր տեսակի կարծիքներ։ Okay, խնդիր չկա, բայց ինքը մաքուր երկու շրջան ինքը խաղացել է ուղակի սենց թռուցիկ խաղսրան նրան ասելով, հիմա չգիտես ինչի մի շրջանում ինձ ասում է դու սև ես, հիմա այդ առաջին շրջանում ասում է դու սև ես, երկրորդ շրջանում բանում է երկրորդին, որ ես եմ երկրորդին սևացրել ու չգիտես ինչի հենց հիմա ինքը դնում է երկրորդին առանց պարզաբանելու, որ երկրորդը չի էլ խոսացել, իսկ այն մի շրջանում ինքը երկրորդին սենց ցենեց սև չէր անում։ Ես խաղում եմ մեր շերիֆությամբ, խաղում եմ շերիֆի հետ, խաղում եմ կարմիրների հետ և խաղում եմ կարմիրի հետ, որովհետև առաջին շրջանից ասում եմ, որ կարմիր եմ ու խաղում եմ ձեր հետ։ Ժամանակ, շնորհակալություն համար 7, շնորհակալություն համար 7, ժամանակ, շնորհակալություն ձեզ նկատողություն համար 7, առաջին նկատողությունը։ Համար 8։ Մեկը այս խաղի շերիֆը համար 6 նրա մարդը տվեց 10 գնաց ժողով։ 10 սև խաղացող չի, ես այս շերիֆին եմ հավատում, ստե շերիֆ չկա ստե շերիֆ, անեն նորմալ շերիֆը գնաց ժողովուրդ ջան,
Ժորժ խաղից գնացել է 10-ը սև խաղացող, կանի որ 7-ի տեխնազությունը, խնդրում եմ ընդունեք համար 1-ի տեխնազությունը։ Ընդունեք, խնդրում եմ համար 1-ի տեխնազությունը։ Ընդունված է։ Շնորհակալություն։ Ես ավել բան չեմ ասում, ուրեմն պետք է անենք 1 կամ 7, հետո դրանից հետո կհասկանանք ինչը ոնց է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Համար 9։ Ընդունեք համար 3։ Համար 3-ը թողված է։ Իմ համար շատ տարօրինակ է համար 8 ջան, մեր շատ սիրելի պարոն Լևոն Հարությունյան ջան, որ դուք հավատալով 6-ի շերիֆությանը 3-ի կանդիդատուրան չեք դնում, ինչի։ Մարդը լժե է դառնում այդ պարագայում։ Դուք պարտավոր եք դնեք 3, նույնիսկ եթե ինքը դες պաշտպանում է, ընդունեք 3, ընդունեք 8։ Ոնց հասկացեք, ես միակ Կարմիրն եմ մնացել, ով այդ իր բռնած ուղղությամբ գնում է, որտեղ այդտեղ բան չկա փոփոխելու իմ կարծիքը։ Ես հանելու եմ 3, հանելու եմ 8։ Պետք է լի մենակս քվեարկելու եմ իրանց դեմ։ Նենց եք խաղը խղճճ, նայեք, երկու հոգի մարդ չկա, որ խաղում է իրար հետ։ Երկու հոգի Կարմիր ցույց տվեք, որ խաղում է։ Թիմ չկա ստեղ, ոչ Կարմիրների, ոչ Սևերի։ Իրանք պրոմխ են տալի, մենք չենք կարող համախմբել։ 10 վայրկյան համար 9։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Համար 1։ Գիտեմ ինչ ասեմ, երրորդ համարը բացվում է շերիֆ, երրորդ համար ջան, 8-րդ համար ջան, մատ կլսես ինձ, ես հասկացա, ես հիմա քեզ լիարժեք հասկացա, դու ուզում ես պաշտպանես երրորդ համարին, երրորդ համարը բացվում է շերիֆ, դու ինձ ասում ես, ես քեզ ուշադիր լսում եմ, որ 6 համարը շերիֆ գնացել է, բայց ես խաղում եմ երրորդ համարի շերիֆությամբ, խոսամ մի հատ, լսի, որ հետո չասես էլի, հա, մի հատ խոսամ, ես խաղում եմ երրորդ համարի շերիֆությամբ, որտեղ տվյալ պայն ուրիշ շերիֆ իմ համար չկա, 10-ը երրորդ համար, 10-ը դու չես տուգել, ինքը քեզ պաշտպանում էր, եթե ուշադիր նայեր, ախր, որ Չէր պաշտպանում Հիմա դուս եկավ ես սև եմ իրա պատճառով, եթե սիան պաշտպանում եմ։ Ինքը կարմիրա գնացել ժողովուրդ։ 10 վայրկյան։ Ինքը կարմիրա գնացել, կտեսնեք։ Ինքը կարմիրա գնացել, ինքը քեզ պաշտպանում է։ Ժամանակ, շնորհակալություն համար 1։ Համար 2։ Դու շերիֆ ես համար 9։ Դու շերիֆ ես համար 3։ Ճիշտ է։ Եթե հիմա ես լավ շերիֆը 6-ներ 10-ից լավ լոգիկա է։ Համար 9 շերիֆ երրորդ նկատողությունը։ Ուրիշ շերիֆ կա խաղի մեջ, չկա։ Հիմա եթե ես մարդը եկեք լոգիկայով, տրամաբանորեն։ Համար 3-ը ասում է ես շերիֆն եմ, ես ստուգել եմ 8-ին ու 9-ի կարմիր են։ Դու 9 ասում ես ինքը շերիֆը չի, ինքը 3-ն ու 8-ը սև են։ Լավ, օքեյ։ Ես եւ 6-ը մի րոպե ինձ մի շեղիր, խնդրում եմ, ինձ մի շեղիր։ Նախ չեմ հասկանում 4-ի ու 7-ի տրամաբանությունը։ Ես չգիտեմ շերիֆ կա, չկա, հեյ, բան, ով չի, մի հատ ստուգեք ես երկու կանանց ու պրոմխ են տվել, որովհետև 6 հոգի խաղում ասել է շերիֆ է։ Ախր դա ինքան լոգիկայով։ Ժամանակ, շնորհակալություն համար 2։ Դե ինչ, բավականին հետաքրքիր, բավականին բուրըն եւ աշխույժ են ստացվում մեր ցերեկային քննարկումները եւ արդյունքում մենք ունենք 4 առաջադրված տեխնացու։ Դրանք են համար 2, համար 7, համար 1 եւ համար 3։ Քվեարկություն, ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 2-ը։ Շնորհակալություն 1 ձայն։ Ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 7-ը։ Շնորհակալություն 4 ձայն։ Ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 1-ը։ Շնորհակալություն 1 ձայն։ Ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 3-ը։ Շնորհակալություն 1 ձայն։ Եվ այսպես, խաղը լքում է համար 7-ը։ Համար 7։ 1 րոպե մահախոսական։ Համար 5 ջան, համար 8 ջան, ես համար 3 ջան, համար 9 ջան, ես կարմիր խաղացող եմ։ Ուշադիր եղեք համար 4-ին, ուշադիր եղեք համար 2-ին եւ մի հատ էլ սև գնացել է համար 10-ը։ Համար 10-ը գնացել է սև, համար 2-ը իմ համար սև է եւ համար 4-ն է իմ համար սև։ Հանում եք ու խաղը կրում եք։ Շնորհակալություն, ճանապարհենք համար 7-ին, ճանապարհենք համար 7-ին։ Էմոցիոնալ խաղեր ու արտիստներ էին հիմնականում խաղում, բայց լավ խաղաց շերիֆը ու ընդհանրապես կարծում եմ խաղը լավ էր։ Շատ ուժեղ խաղ չէր, բայց էմոցիոնալ խաղ էր։ Ես որ շատ գոհ եմ։ Գիշեր։ Արդյանում են սևերը եւ ցույց են տալիս իրենց զոհի թիվը։ Մաֆիան այս գիշեր խաղից հեռացրեց համար 3-ին։ Արտնանում է Դոնը
եւ փորձում է գտնել շերիֆին։ Դոնը այս գիշեր չստուգեց ոչ ոքի, քանի որ խաղի մեջ չէր։ Արտանում է շերիֆը եւ փորձում է գտնել սև խաղացող։ Շերիֆը ստուգեց եւ գտավ կարմիր խաղացողի։ Շնորհակալություն։ Արավոտ։ Համար 9, դուք շատ աշխուժ եք, ես ձեզ կխնդրեի մի քիչ հանգիստ լինել, բայց խաղը լքում է համար 3-ը։ Համար 3, 1 րոպե։ Ուրեմն առաջի գիշեր ստուգել եմ համար 8-ին կարմիր խաղացողը։ Երկրորդ գիշեր ստուգել եմ համար 9-ին կարմիր խաղացողը։ Ցավոք սրտի չստուգեցի երկուսից մեկին, բայց ավելի լավ թիմ եք դարել, 3 թիմ, համար 5-ն էլ է կարմիր խաղացող։ 5, 8, 9 խաղացեք իրար հետ, գտեք 2 սև խաղացող, այս 3-ի մեջ 2 սև խաղացողը։ Հիմա հանեք 4-ին, հետո հանեք կամ 2 կամ 1 էլի, մեկա կրել եք խաղը։ Բա ինչ լավ եղավ, գոնե սենց եղավ, շնորհակալություն խաղի համար, համար 8, համար 9, համար 5 կարմիր խաղացողներ եք։ Խաղացեք իրար հետ, ուրիշ բաներ մի ասա։ Տեսա որ կարմիր եմ, տեսա որ շերիֆն եմ։ Այդ 10 ինչ էլ խոսում։ Եթե իրականում 10-ը սև գնաց, չի գնացել, կարմիրա գնացել։ 3-3-ի դեպքում սևը կրում է։ 10 վայրկյան։ Այսինքն գնացել է սև խաղացող, չկծուեց, դակկծուեց բանման, շերիֆ բացվեք, ինչ ասես արեց այդ տղեն այդ խաղի ընթացքում։ Ժամանակ, շնորհակալություն համար 3։ Շնորհակալություն համար 3։ Մենք հուսով եմ դեռ կհանդիպենք, ճանապարհենք համար 3-ին։ Չի ասել։ Դե ինչ հարգելի բարեկամներ, իսկ մենք շարունակում ենք խաղը եւ քննարկումը օրվա շարունակում է հմայիչ համար 4-ը։ Խնդրեմ համար 4։ Նայեք, համար 2 ջան, ես դրեցի ձեր տեխնատությունը, բայց ձերքս դրեցի 7-ին, չէ՞, քանի որ ես նկատեցի, երբ որ դուք չէիք ուզում կորստենք շերիֆին, որ իր 30 վայրկյանները հանկարծ ես դրա համար, դուք իմ համար այդտեղ կարմրեցիք։ Կարող եք հանել, բայց նայեք ճիշտ հաշվարկ արեք, ես իրոք կարմիր խաղացող եմ, ես որ սև եմ լինում, բոլորդ գիտեք ոնց եմ խաղում, Իռաջան դու շատ լավ գիտես։ Եթե սխալ հաշվարկ արեցիք, ինձ էլ եք կորցնելու կարամ, ում կասկածում եք իր հետ սիրով դուրս գամ, որ գոնե կարմիրները կրեն, ես ուզում եմ կրեք, ում կասկածում եք իր հետ դուրս գամ ես, երկուսից դրեք դուրս գանք, այսքանը փաս։ Շնորհակալություն։ Համար 5։ Շատ ներողություն եմ խնդրում տեքստից համար, բայց շատ պրիմիտիվ խաղ խաղացած ան։ Ես որ լինեի սև չէի հանի, որովհետև այնտեղ մարդիկ կային, որոնք չէին հավատում։ Լավ չէր։ Ընդունեք համար 1, ընդունեք համար 2։ Համար 1 ընդունված է։ Դուք պատրաստ եք իրար հետ դուրս գաք։ Հա։ Երկուսով միասին դուրս գաք։ Հա։ Կրիտիկա չի լինելու, եթե տենց հա։ Ինչ է տենց իարը պաշտպանում, դու մտածում ես 10-ը ինչ է դուրս եկել։ 10 վայրկյան։ Հա, կարմիրա դուրս եկել։ Ուրեմն համար 3-ը շերիֆ չէր։ Ժամանակ, շնորհակալություն համար 5։ Համար 8։ 9 դե մենք արդեն թիմ ենք, պիտի կարողանանք, ես կարծում եմ խաղում հələ դեռ 2 սև կա։ Ամեն դեպքում ընդունեք 4-ի տեխնատությունը, որտեղ 4-ը իր խոսալով 2-ին ինձ կարմրացել։ Համար 4 ընդունված է։ Իմ համար պոտենցիալ սևեր են այս պահին 4 եւ 1։ 4 եւ 1։ Ես հովյարկելու եմ 4-ի դեմ, 1-ը իր կիսը, 1-4, ընդունեք 4-ի տեխնատությունը, 1-ին է կդնես 9 ջան։ Ներողություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Համար 9-ը հիշեցնում եմ, որ դուք ունեիք 3 նկատողություն եւ ընդամենը 30 վայրկյան խոսել։ Շնորհակալություն։ Ընդունեք 1 ժողովուրդ, համար 1 եւ համար 2։ Դուք ուզում եք կարմիրը հաղթեն։ Ծալեք ելեք խաղից հենց հիմա։ Կգնաք համար 2 համար 1-ի հետ։ Հա։ 1-ի ու 2-ի մեջ հարգելի թիմ, ես խաղում եմ միանշանակ ձեր հետ։ Մի սև կա, միանշանակ, մյուս սևը համար 4-ն է, ու եկով գնանք միանգամից արագ կկրենք, բայց ուզում եք քվեարկությունով հանենք։ Ընդունեք համար 1։ Համար 9 ժամանակ, շնորհակալություն։ Համար 1։ Եթե ուշադիր լսեր, 5-րդ համար ջան, 10-րդ համարը ժեստիկուլյացիայով հասկացավ ու պաշտպանում էր 3-ին,
ինքը բացվեց շերիֆ, որ հանգարց օքեյ, սև եմ, ես հիմա արգումենտալ խոսում եմ, դուք չեք է լսում իր խոսացածը, դուք 10 բառերը չլսեցիք, որ ինքը ասեց շերիֆն եմ ու անգամ ջղայնացավ, թե խի բացվեց, որտեղ ինքը ուզում էր պաշտպանել 3-րդ համարին։ Խաղը կավարտվի ու դուք կտենաք, որ 10-րդ համարը պաշտպանում էր 3-րդ համարի շերիֆությունը։ Ուղղակի շատ սխալ ստացվեց ամեն ինչը։ Ես կարմիր խաղացող եմ։ Փաս։ Շնորհակալություն համար 1, համար 2։ Ես կարծում եմ, որ մի սև է մնացել խաղի մեջ, որովհետև 7-ը շատ սև էր, 10-ը անհասկանալի, չգիտեմ, կարմիր խաղացողը այդքան հեշտ հեռանում է խաղից, ավելի շատ նյարդային են լինում սև խաղացողները։ Ես այսպես նայում եմ, եթե ուզում եք, ես կարող եմ ինքս դուրս գալ, բայց ես կարծում եմ մի սև խաղացող է մնացել։ Կամ 4-ն է, կամ 1-ը, որովհետև ես կարող եմ 2-ի հետ դուրս գալ։ Եկեք մի բան ասեմ, եթե կուզեք իհարկե, ստուգված եք բոլորդ, կարող եմ այդպիսի մի բան անել։ Ես այն ժամանակ ներողություն համար 9-ին էի կասկածում, որովհետև 3-ի հետ հա խնդիր էիք ունենում դուք։ 4-ը ինչ խաղը սկսվել է դրեր դնում է իմ վրա տեխնատությունը անիմաստ։ Ես դնում եմ իմ տեխնատությունը 4-րդ համարի վրա, որովհետև առաջին փուլից ասում եմ այս մարդը առանց Ժամանակ, շնորհակալություն համար 2, շնորհակալություն համար 2։ Դե ինչ, ունենք 2 առաջադրված տեխնացու։ Դրանք են համար 1 եւ համար 4։ Կրկնում եմ, համար 1 եւ համար 4։ Նախագծի գլխավոր հովանավորներն են Իջևանի գինու գործարան, Զորելլի ծառայությունների հարթակ, Գտիր անհրաժեշտ մասնագետին Զորելիում 180+ ծառայությունների վերիֆիկացված մասնագետներ, 1 հարթակում, ընտրիչ ծառայությունը, լրացրու պահանջվող մանրամասները, ստացիր առաջարկներ մասնագետներից ու համեմատիր։ Հարմար տարբերակը հաստատելուց հետո մասնագետը կայցելի ու կկատարի պատվերը։ Զորելի, օգնող ձեռք յուրաքանչյուր ընտանիքի համար։ AH Travel տուրիստական ընկերություն Ճամփորդությունը պարզապես տեղ հասնել չէ։ Դա զգացողություն է, որը սկսվում է ճիշտ ընտրությունից։ Բարի գալուստ LH Travel։ Ձեր վստահելի ուղեկիցը աշխարհի ցանկացած ուղղությամբ։ Մենք ստեղծում ենք ոչ թե ուղեկի տուրեր, այլ հիշողություններ, որոնք մնում են ձեզ հետ երկար տարիներ։ Պլանավորիր քո հաջորդ ճանապարհորդությունը մեզ հետ 077 52 18 12 LH Travel։ Ճանապարհ դեպի քո լավագույն հանգիստը։ Հովանավորներն են Տակտիկալ բունկեր Մոգո ունիվերսալ վարկային կազմակերպությունը Այբոլիթ հեռախոսների եւ աքսեսուարների մասնագիտացված խանութ սրահների ցանցը Կեչուտ ռեստորանային համալիրը Վարվիքս մսամթերքի արտադրամասը Ցուցադրման հովանավորներն են LikeNet ընկերությունը LikeNet ընկերությունը մատուցում է ինտերնետ եւ հեռուստատեսային ծառայություններ։ Մեզ հետ դուք ստանում եք անխափան ինտերնետ եւ բարձրորակ բազմաթիվ հեռուստաալիքների դիտման հնարավորություն։ Հատուկ առաջարկ, հրավիրիր ընկերոջդ եւ ստացիր 1 ամիս անվճար ինտերնետ։ LikeNet, որակյալ կապի ձեր վստահելի ընտրությունը։ Լեդիզոն կանանց մարզասրահների ցանցը Full Service Consulting հաշվապահական ընկերությունը
Ինչպես գիտեք, մաֆիայում կան կարմիր եւ սև խաղացողներ։ Այդ իսկ պատճառով Full Service Consulting-ը այսօր ներկայանում է այս հանդերձանքով։ Full Service Consulting աշխատողական ընկերությունը համագործակցում է Մաֆիան քաղաքում հաղորդաշարի հետ եւ հայտարարում ենք, որ եզրափակիչ անցած բոլոր մասնակիցները կստանան 100,000 դրամ արժողությամբ նվերքատեր մեր բոլոր ծառայություններից օգտվելու համար։ Բոլորիդ մաղթում եք բարի դիտում։ Ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 1-ը։ Շնորհակալություն 0 ձայն։ Համար 4-ը խաղը լքում է միաձայն։ Ցավոք, բայց ձեր 1 րոպեն։ Կորցրեցիք կարմիր խաղացող, ես պատրաստ էի 2-ի ու 1-ի հետ գնայի, դուք չուզեցիք ու ինձ հանեցիք։ Դե նայեք, ուշադիր եղեք, արդեն իմ համար 1-ն էլ 2-ն էլ սև են, որովհետև եթե երբ հարցը մնաց, որ իրանք 2-ով պետքա դուրս գան, պատրաստ չէին։ Ուշադիր եղեք, չգիտեմ ձեր կրակոցի հաշվարկները բանը ոնց կլինի։ Դուք հիմա կորցրեցիք կարմիր խաղացող, ամեն դեպքում կարմիրներին մաղթում եմ հաղթանակ, ուշադիր եղեք։ Շնորհակալություն համար 4, ճանապարհենք համար 4-ին։ Շատ նեղված եմ, ես խաղի սկզբում շատ ուրախացա, որ կարմիր խաղակ հաշտ եմ քաշել, որովհետև ի սկզբանե ասել էի սև խաղալ չեմ սիրում, բայց երբ որ մենք կարող ենք հաղթել ու մեր թիմակիցների սխալի պատճառով պարտվեցինք, մի փոքր նեղված եմ, բայց դե չմոռանանք, որ դա խաղ է։ Գիշեր։ Արթնանում են սևերը և ցույց են տալիս իրենց զոհի թիվը։ Մաֆիան այս գիշեր խաղից հեռացրեց համար 5-ին։ Արթնանում է Դոնը։ Ոչ Դոնը և ոչ էլ Շերիֆը չստուգեցին ոչ ոքի, քանի որ խաղի մեջ չէին։ Շնորհակալություն։ Արավոտ։ Համար 5, խնդրեմ։ Մնացել է մի հատ սև խաղացող։ Նայեք ինչ նկատեցի, որ 2-ն էլ էր պատրաստ, ծալեր քարտը գնար, 4-ն էլ էր պատրաստ։ Ուղղակի ձեզ հետ համար 8 չուզեցի սպորից անեի, որտեվ հասկացա, որ մի հատ սև խաղացող է մնացել, դա համար 1-ն է։ Սիրում եմ քեզ շատ համար 1, բայց հենց սկզբից էլ ասում էի, որ 1 սև է։ Ամենավերջում թողեցիր ինձ կրակեցիր։ Մեկը սիրում եմ։ Կարմիրներին հաղթանակ համար 1։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ճանապարհենք։ Համար 5-ին։ Դե ինչ, համար 5-ին ճանապարհեցինք, բայց ես մտածում եմ, որ արդեն այս խաղը ճանապարհելու ժամանակը եկել է։ Այսպիսով հաղթանակ սևերին։ Հաղթանակ սևերին սևերն այս խաղի համար 1, 2 և 7 խաղի շերիֆն էր համար 3-ը։ Իրջան, ես ճանկել եմ։ Շերիֆը հերնում է ինտուիտիվ համարերի Պատմեք, կիսվեք էմոցիաներով, ոնց էր, չեք լսում, տեսնում ենք շատ բուռ են խաղեր, ոնց Եթե հենց հիմա դուք կողքի սենյակ մտնեք, այդ ամբողջությամբ արդեն այդ պատկերը այդտեղ է, շատ նյարդային լավ ինտրիգային խաղեր, ես սիրում եմ բոլորին, ու թող ներեն ինձ բոլորը իմ հաղթանակի համար։ Շատ լավ էր, ես շնորհավորում եմ ձեզ, ապրեք։ Շնորհակալ եմ անչափ։ Մաֆիան քաղաքում